Նայեք այս հոլովակը, ուրեմն նայեք որ խմբում է դրված, հոլովակը հայերեն լեզվով է, ինչ իմաստ ունի այս սենց խմբում դնեք հայերեն լեզվով լիքը հայհոյանքով հոլովակ, ես հատուկ չեմ իջացնում մի քիչ ներքև, որ չերևա ինչ է գրված, վերնագիրը այս հոլովակի գրած է 53 հաջողակ տղամարդիկ և Աննա Հակոբյանը, օրինակ էդ ինչ կեղտոտ վերնագիր եք գրել, ինչ-որ ստեղ պատմում է բլագատվարительности մասին, որտեղ Աննա Հակոբյանը հրավիրել է 53 հաջողակ հարուստ տղամարդ, որոնք պետքա մուտքի համար վճարեին 1 միլիոն դրամ ու այդ փողերը հավաքվի իրա ֆոնդն է ինչ է, հիմա այդ հարցը չեմ ես քննարկում, թե ինքը ինչ ֆոնդ է անում, ինչ փողեր է հավաքում, հարցը այդ չի, հարցը այն է, որ այսքան մենք տանջվում ենք այս տեղեկատվական պայքարում, հայեր ջան, դուք գալիս եք մեզ մեջքից դանակով խփում եք, ամեն օր եմ ես սենց բաներ տեսնում, սրանց այս մեր քոչվոր հարևանների բերանը ինչի եք մեր վրա բացում, ամեն տեղ հաչում են հայ կնոջ մասին ինչ կեղտոտ բան ասես գրում են, ամեն տեղ մեզ Անահիտ են կոչում, մեր անունը ամեն տեղ կեղտոտ ձև հոլովում են, հիմա դուք ինչի եք սենց բան գրել, ինչի եք սարքում առաջի հերթին այս կնոջ գլխին, որ իբր թե 50 ուզում եք ֆոնդի մասին խոսակ, փողի մասին խոսացեք, ֆոնդը քննարկեք, այդ հարցը քննարկեք, բայց որ հոլովակի մեջ չեմ կրկնի այդ խոսքերը իհարկե, բայց կեղտոտ բառեր ա գրում, ախր էդ էլ հլհեջ, հայերը իրար մեջ, դե լավ, էդ էլ, ես տենց բաներից շատ հեռու եմ, բայց դուք սիրում եք լավ, էդ էլ եք նայում իրան, բայց ռուսերեն թարգմանած, երբ որ ամբողջ հոլովակը հայերեն է հայերի համար, ռուսերեն թարգմանած ու գրել եք 50 տղամարդու հետ մենակ ինքը, ու սենց տարածում եք այս սենց խմբում, որտեղ ընդհանրապես կապ չունի դրա հետ, հիմա դուք հասկանում եք, որ սա տեղեկատվական պայքարում դուք ուզում եք ասեք, որ բոլոր հայ ամուսնացած կանայք, որոնք երեխաներ ունեն, փչացած մանեկող են, որոնք 53 տղամարդ են հավաքում իրանց կողքը, դուք հասկանում եք, որ սա Աննայից չի կպած, սա մեզ կպակ դուք, տարածողն էլ կինը, այ ես զարմանում եմ, երբ որ կինը, երբ որ տղամարդը կնոջ մասին, այն էլ ամուսնացած կնոջ մասին, երեխաների մոր մասին, տենց կեղտոտ բաներ ասում, ու բացահայտ սուտ, էլի, բացահայտ սուտ, երբ որ բլագատվարительности ժամանակ հավաքել է 53 մարդ, ով որ իրա փող ունի, այդքան 1 միլիոնով կարա ներս մտնի իրա ֆոնդը հավաքելու, այ դա քննարկեք, եթե համարում եք ճիշտ ասեք լավ է, եթե համարում եք սխալ, ասեք սխալ է, բայց ասելով, որ ինքը փչացած է, 53 տղամարդ է հավաքել, եսի մինչեր է արել ընդեղ մենակով 53 տղամարդու հետ, դա օրինակ, որ դուք ասում եք ու ձեր մոտ էլ լայք են դնում ու կոմենտ են գնում, դուք հասկանում եք, որ դուք ադեկվատ մարդկանց նենց եք անում, որ մարդ չուզենա ընդհանրապես ձեր հետ շփվի, ոչ թե ձեր կուսակցությանը բանի տեղ դնի, ու սենց, որ մենք այսքան տանջվում ենք, այսքան հոլովակներ եմ անում, այսքան թեմաներ եմ քննարկում, որ ցույց տան, որ մենք կարգին ազգ ենք պատվով, որ մեր տղամարդիկ տղամարդ են, մեր կանայք են, մեր մայրերը իսկական մայրեր են, դուք այսենց մի հատ սուտ բանով, ինչա որ ձեր քաղաքական ուժերին առաջ տանելու համար, մյուսներին փնովելու համար վերցրել եք հայ կնոջ պատիվը, ամուսնացած կնոջ, երեխաների մայր, ես չեմ ասում, որ եթե ամուսնացած չի, ուրեմն ինքը փչացած է, իհարկե ոչ, դա էլ է կատարյալ ապուշություն ու հիմարություն, որ մեր հայ ազգի մեջ բավականին տարածված է, երբ որ ով ամուսնացած չի անուն են դնում, ու ես ասեմ, որ ես ամուսնացած եմ, եսի մասին չեմ խոսում, ես խոսում եմ չամուսնացած աղջիկների մասին ու մասին էլ չի կարելի վատը խոսել, բայց ասենց, երբ որ
ամուսնացած կնոջ մասին ասում եք 53 տղամարդը հավաքել ու ես իմ ինչեր արել, դուք հասկանում եք, որ դուք մեզ եք կպնում, հայուհիներին եք կպնում ու այդ անտեր քոչվորների բերանը լեզու եք դնում մեր դեմ։ Հիմա ես քանի հոլովակ սարքեմ սրա դիմաց, որ իրանց բերանները փակեմ, ինչքան կարելի այս տեղեկատվական պայքարում, ինչա որ իրար փնովում եք, իրար կանանց եք կպնում, բոլոր կանայք էլ կարգին են մեր մոտ, ոչ Նիկոլի կինն է մանգալի, ոչ Քոչարյանի կինն է մանգալի, ոչ Սերժի կինն էր մանգալի, ոչ Լևոնինը, բոլորն էլ կարգին կանայք են, չսիրեք իրանց քաղաքական ուժերը մի բանա, իրանց փնովեք մի բանա, բայց կպնել հայուհու Թասիբին ու 700-ից ավել կոմենտ մեծամասնությունը ասում են ճիշտ ես ասում, լավ ես անում, տեղին ես ասում, ժողովուրդ, ինչ անենք մենք ձեր հետ, որտեղ մենք ձեզանից փախնենք, որ այս վիճակից մենք հեռանանք, այսքան մենք պայքարենք ու դուք գաք մեր մեջքին դանակով խփեք, մի քիչ մտածեք էլի ինչ եք անում, կամ որ Ռիտա ջան, դու որ էսի կիսվել ես, քեզ թվում է քո մասին դա չեն խոսում, մի այտենց 700 հոգի էլ քո մասին կխոսա։ Ու ես խնդրում եմ ժողովուրդ, էսի չեմ դրել, որ դուք հիմա գաք Ռիտայի մասին խոսակ, էսի պրիզիվ չէր, որ դուք գաք այտենց բաներից խոսակ, հակառակը, այս ամբողջը նրա համար է, որ ասեմ չի կարելի։